Ձեր օրհնությունները անեծքի պիտի վերածվին։ Ամոթով կանգնելու եք ամոթի աթոռին առջև։ Սիրելիներ, այսօր կգանքնենք այն բահուն, երբ Աստծո ցայնը այլևս չի խնայեր մեղանչող հոգևորականին։ Այն ցայնը, որ տարեր շարունակ մեղմ կհնչեր, հրավիրելով զղջման, այսօր գայծակի պես կխոպե մեր խիղճը։ Ամոթով կանգնելու եք ամոթի աթոռին առջև։ Այսօրվա բացահայտումները, այսօրվա ցնցող պաստերը սիրելիներ, ոչ թե մարդկային վրեժխնդրության արդյունք են, այլ աստվածային բադիշ, որ բորտկացավ բացահայտելու համար այն քողարկված մտությունը, որ դարիներ շարունակ կուտակվեցավ մեր եկեղեցու մեջ։ Աստված չլրեց, նա միայն սպասեց, որպեսզի ինքը բացահայտե, ով է մաքուր եւ ով է բղծված։ Մաղաքիա մարգարեն իր երկրորդ գլխի մեջ խստորեն կխոսի քահանաներու մասին։ Գսե. այս է իմ պատվիրանը ցես քահանաներ, եթե չլսեք եւ չմտածեք պարավորելու իմ անունը, գսե ամենակալ Տերը։ Ես ձեր վրա անեծք պիտի ուղարկեմ եւ ձեր օրհնությունը պիտի վերածեմ անեծքի։ Մաղաքիա 2:1-2։ Ահա աստվածային նախասկուշացումը, որուն կփախինք այսօր։ Երբ քահանաները չլսեցին, չխոնարեցան, չզղջացին, օրհնությունը դարձավ անեծք։ Օրհնությունը դարձավ դատաստան, եւ այսօր այդ դատաստանը տեսանելի դարձավ բոլորիս աչքի առջև։ Երբ եղծ սրբությունը դարձավ վահան մեղքի համար։ Դարիներ շարունակ մենք լրեցինք կամ լսեցինք քարոզներ սրբության, հնազանդության, եկեղեցու հանդեպ սիրո մասին, բայց այդ քարոզները շատ անգամ հնչեցին այն բերաններեն, որոնք մաքուր չէին, դեղձ էին, որոնք իրենց իսկ ապրած կյանքով հագասեցին իրենց քարոզածին։ Երբեմն հոգևորական մկրնա դառնա իր գոչման հագարակ, ոչ թե խնամող, այլ խորդագող, ոչ թե բժշկող, այլ վիրավորող։ Այս պատմությունը, որում մասին խոսած եմ, ես այսօր ցավով անգամ եւս կհիշեմ, որովհետեւ ցավ բաճարեց իմ սրտիս մեջ։ Դարիներ առաջ Թվերի անարժան Արշակ քահանան իր շրջանի մեջ երիտասարդ մը, որ եկեղեցական խոսքի գարոտ էր, սերական բնույթի մեղադրանք ստացավ իր հովիվեն։ Հովիվը, որում պիտի վստահեր իր հոգին, երբ երիտասարդը փորձեց արդարանալ եւ դիմեց դեմի առաջնորդին Եզրասին, օգնություն խնդրելով, պատասխանը եղավ լրություն։ Լրություն, որ խլացուց արտարության ցայնը։ Լրություն, որ մարեց բազում հոգիներու հույսը։ Այդ երիտասարդը իր ընտանիքով միասին հեռացավ եկեղեցիեն, ոչ թե որովհետև ադեց Աստված, այլ որովհետև չհանդուրժեց գեղձ աստվածային ներկայացությունը։ Եվ ես այսօր կհարցնեմ, ուր էիք դուք, բարձրաստիճան հայրեր, երբ արդարը գուլար, ուր էիք դուք, երբ մեկը ձեր պատճառով գործընծուց իր հավատքը, ուր էիք դուք, երբ հոգիները հալածվեցան ձեր անպարտաբանությամբ։ Աստված լրեց, որբեսի դուք խոնարհվիք, բայց դուք լրեցիք, որբեսի ձեր մեղքը ծածկեք։ Աստված երբեք չշտաբեր դատելու, բայց երբ Աստծո ժամանակը կհասնի, ոչ ոք չի կարող խուսափել։ Արդարացյալ ես դուն քու խղճիդ առջև, ով հոգևորական։ Եթե քու անունդ կապված է դրժումի, բղծության, շահախնդրության կամ անտարբերության, ապա գիտիր, Աստված լրած էր, բայց չէր մոռացած։ Բոլոր անոնք, որոնք վիշտ պատճառեցին ամեղին հանուն դիրքի, իշխանության կամ հարաճ խաղացքի, պիտի կանգնին Աստծո աթոռին առջև, եւ այդ աթոռը ոչ թե բադիվի աթոռ պիտի լա, այլ ամոթի աթոռ։ Այնտեղ չեն նստիր խաչերով ու պարկով, այնտեղ կգանքնին մերկ։ Երբ հավատացյալը կլրե, երկինքը կսկսի խոսիլ։ Ահա սա է սիրելիներ մեր օրերու մեծագույն ողբերգությունը։
Ժողովուրդը լրեց հարկելով, լրեց հավատքը չվնասելու համար, լրեց չբաժանելու եկեղեցին, բայց որքան որ լրեց ժողովուրդը, այնքան փարփարեց երկինքը։ Այսօր ամեն մեկ բացահայտում ոչ թե բադահական ճակատագրի հետևանքն է, այլ աստվածային արձագանքը, որ գսե, լրության ժամանակը անցավ։ Եվ երբ մեր ժողովուրդը գտեսնե, որ ի վերուստ մերգացվեցան անիրավները, ան կսկսի նոր հավատ կառուցել, ոչ թե մարդկանց մեջ, այլ Աստուծո մեջ։ Երկու ճանապարհ ունիք հոգևորականներ՝ զղջում կամ դատապարտություն։ Հիմա Աստծո առջև միայն երկու ուղի կա, կամ կզղջաս, կամ կդատապարտվիս։ Ովքեր ունին խիղճ, թող գան եւ խոստովանին։ Թող կանգնի ժողովրդի առջև եւ ասեն. այո, սխալվեցա, այո, ես բղձեցի իմ կոչումը, այո, ես հանեցի օրհնությունը Աստուծո դրված իմ վրա ես։ Այսպիսի խիզախ ճղճումը կդառնա ոչ թե խայտարակություն, այլ փրկություն, բայց ով որ կգարձե, թե կրնա Աստծո աչքեն թաքնվիլ, թող գիտնա Աստծո աչքը չի քնանար։ Այսօր մարդիկ չեն սպասեր այլևս դատաստան երկինքեն, որովհետև դատաստանը արդեն սկսած է։ Ամեն բացահայտում, ամեն փաստաթուղթ, ամեն տեսանյութ դատաստանի պես կհնչե։ Ժողովուրդը այսօր չի փնտրեր վրեժ, ժողովուրդը կփնտրե արդարություն եւ զղջում։ Թող անոնք, որոնք մեղանչեցին, դուրս գան եւ հրաբարակավ ներողություն խնդրեն։ Թող ուրիշները, որոնք գիտեն, որ իրենք չեն կարող մաքուր ծառայել այլևս, խոնարհությամբ հրաժարվին։ Թող ամեն ոք իր մեջ լսե այս ձայնը. եթե չլսես եւ չմտածես փառավորել իմ անունը գսե ամենակալ Տերը, ես կնզովեմ քո օրհնությունդ։ Լավ է այսօր ամոթով գալ Աստծո աթոռին առջև, կամ վաղը ամոթի մեջ գործվիլ ու խայտարակվիլ։ Աստված կպատրաստե նոր սերունդը մաքուր հիմքի վրա։ Այս սերունդը չի կար փառք փնտրելու, այլ ծառայելու։ Այս սերունդը չի վախնար մարդեն, որովհետև իր միակ վախը Աստծո հանդեպ է։ Այս սերունդը պիտի լա այն փոքր մնացորդը, զոր մահակյան զայն կգոչե Աստուծո անունը հիշողներ։ Եվ ես կտեսնեմ, թե այսօր նույն այդ մնացորդ հավատացյալ ժողովուրդը սկսած է խոսիլ, այլևս չի լրեր, այլևս չեն ընդունիր գեղձ սրբության թիմակը, այլևս չեն վախնար։ Ահա թե ինչու այս բոլորը տեղի ունեցավ, որովհետև Աստված ուզեց նոր սկիզբ, եւ նոր սկիզբը միշտ կսկսի մաքրումով։ Ահա Քորեոսի ապստամբությունը Մովսեսի դեմ, երբ Քորեոս ուզեց գրավել այն պաշտոնը, որ Աստված չէր շնորհած իրեն, երկիրն իր բերանը բացավ եւ գուլ տվավ զինք, Դվոց 16։ Ահա Եղիի որդիները, Հովնե եւ Պենեհասը, որոնք բղձեցին զոհասեղանը իրենց անպարտաբանությամբ եւ աբականությամբ, եւ Աստված իջեցուց դատաստանը ոչ միայն անոնց, այլ նաեւ իրենց հայր Եղիի վրա, առաջին Թագավորաց 2։ Այս բոլորը գրված են, որ մենք վախնանք, որ իմանանք, Աստված երբեք չի խաղար հոգևոր գոչման հետ։ Եվ եթե այսօր հոգևորականը մոռնա, թե ինչու հագած է սև վերարգուն, Աստված կհիշեցնե անոր իր լրած ցայնով, իր խստությամբ, իր անսպասելի միջամտությամբ։ Սակայն թող այս քարոզը չթվի միայն սպառնալիք, այն նախ եւ առաջ բրգության գոչ է։ Աստված կմաքրե, որովհետև կսիրե սիրեիներ։ Երբ քու մեղքը կբացահայտե, չուզեր քեզ խայտարակել, այլ քեզ ազատել։ Երբ կկանթե քու գեղձ բادرդ, չուզեր քեզ ընջել, այլ գառուցել նոր հոգիի մեջ։ Աստվածաշունչը մեզի կսորվեցնե, որուն որ Տերը կսիրե, զայն կխրադե, Եբրայեցիս 12:6։ Ահա թե ինչու կբացահայտվին մեղքերը, որովհետև Տերը կսիրե իր եկեղեցին եւ գուզե,
որ անգրգին փայլի մաքրությամբ, ոչ թե խավարի մեջ մխրջվելով։ Վերջին գոչը ցեզ, հարգելի հայրեր, պատվարժան հայրեր, եթե թեր կգրեք այդ բադիվը, եկեք ամոթով, բայց եկեք, կխնդրեմ, կաղաչեմ, եթե ունիս խիղճ, եթե գիտես, որ անիրավեցար, մի փախիր, մի ծածկվիր հրամաններով, պաշտոնական մանտրակներով կամ բարձրաստիճան բարեկամներով, եկեք ամոթով կանք, բայց կանք, ամոթքը բժշկություն է, եթե կբերե զղջում, բայց ամոթը կդառնա դատաստան, եթե կմերժես այն ընդունել։ Աստված այսօր չի փնտրեր կատարյալներ, այլ անկեղծ զղջացողներ, եւ գուցե այս քարոզը վերջին հրավերն է շատերուն, որովհետեւ վաղը արդեն ուշ պիտի ելա։ Իմ վերջին խոսքը, որպես վերջապան, մեր օրերուն վերաբերյալ իմ անդրադարձը, սիրելիներս, մեր աչքերուն առջև տեղի ունեցող այս բացահայտումները պատահական չեն, անոնք Աստուծո ցերկն են իր եկեղեցին մաքրելու համար։ Մեզ պետք է թատրիլ կարծել, թե կարելի է ծածկել մեղքի եկեղեցական պատնեշներով, ոչ եւ 1000 անգամ ոչ։ Այսօր Աստվածային լույսը կբացահայտի ամեն բան, եւ գուցե ամեն այդ սկանդալը, ամեն աղմկոտ տեսանյութը չնայած ցավոտ է մեզի, բայց իրականության մեջ բժշկության սկիզբ է։ Աստված կմաքրե իր տունը, ինչպես Տեր Հիսուս մտրակով մաքրեց տաճարը, այսպես էլ այսօր կմաքրվի մեր եկեղեցին բարձրաստիճան գեղձավորներեն, գեղձ սուրբերեն եւ ամբարտավան բարիցեցիներեն։ Ամեն մեկուս գոչը սա է. եկեք ամոթով, բայց եկեք։ Լավ է կանք ամոթով, քան գործվինք ամոթի մեջ։ Սիրելիներս, սիրելի հոգևոր հայրեր, հոգևոր եղբայրներ, իմ գոչումն ու բարդականությունն է ավետարանի ճշմարտությունները ցեզ տեղեկացնել, իսկ ձեր բարդքն է լսել, հասկանալ եւ կիրառել։ Ես ձեզ իրազեկեցի ոչ միայն ավետարանի ճշմարտությունը, այլ այդ ճշմարտությունը մեր օրերուն անտեսելու վտանգի մեջ։ Ես ամբարդ եմ ձեր արյունեն, իսկ դուք ամբարդ չեք ձեր հոտի արյունեն։ Ոչ ոք չի կարող ասել, որ չէ լսած ճշմարտությունը։